ասեի, հա, հիմա անդրադառնանք նրան, որ գիտեք ինչ, ես համարում եմ, որ այս մի քանի տարվա ընթացքում նաև իշխանափոխության եւ Փաշինյանի շնորհիվ, էդ էլ ասենք, ասում լավին լավ, վատին վատ, մեր մոտ արդեն ի հայտ է գալիս պահանջարկ ոչ թե լավ տղու, որը պերաշտի է ուտում, այլ պահանջարկ, որ մարդ գա, որը որ լինի պրոֆեսիոնալ, մարդ գա, որ ոլորտի մասնագետ լինի, և այդ մասնագետը չպետք է կապված լինի ոչ նախկինների հետ, ոչ ներկաների հետ։ Այդպիսին ես նայել եմ, ասենք, բոլորի բեքգրաունդը նայել եմ, Գուրգեն Սիմոնյանն է իր շնորհապետական կուսակցությամբ։ Ճիշտ ասած, մի քիչ դժվար անն է, շնորհապետական, բայց մենք սովոր չենք դժվար բաների, մենք սովոր չենք, երբ որ մարդ գրագետ է խոսում, մենք սովոր չենք, որ կարա բառացի, որ մենք չհասկանանք, դա կա բառարան։ Բայց գիտեք ինչ, դա կիրթ մարդու խնդիրը չի, որ նա կարա մի բան ասի դու չհասկանաս, դա քո խնդիրն է, եւ նաեւ 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 քո խնդիրն է, որ դու չես հասկանում։ Հասկանում եք։ Այսինքն, երբ որ մարդ կլոր է խոսում եւ խոսում է գրագետ, մենք չենք հասկանում։ Դա իր խնդիրը չի։ Համենայն դեպս Այդ են մարդը չի, որ տենց կլոր խոսեց ու մենք զարմացանք, զգում ես, որ դա օրգանական է իր համար։ Եթե տենց Քոչարյանը խոսի, մենք ասենք արա լավ էլ, այդ կասյումը թանի, հա։ Հա երեք է սովոր է հայերեն խոսել։ Եթե Սերժը տենց խոսի կամ որևէ մեկը իրաց թիմակիցներից կասենք լավ էլ, կամ եթե ես ասեմ էրով հիմա խոսել, էրով կասել լավ էլ իոր, ինչ ա եղեք ես։ Բայց եթե ինքն է խոսում, հավատում ես, որովհետև ինքը տենց է խոսում։ Այսինքն ես ուզում եմ ասել, մարդ, ասենք, օրգանական լինելու համար։ Եթե մենք ուզում ենք օրգանական մարդ, Անպայման չի կա պերաշկի ուտի, հա, պարզ է, պերաշկի էլ է ուտում, բան պարզ է, ասենք ուրիշ բաներ էլ է անում 100%, հա։ Բայց եթե մարդը իր համար դա օրգանական է, ուրեմն տենց է թող խոսի, հարց չկա։ Այդ միակ բանն է, որ ասենք կարող է պատահի ժողովրդի մի քիչ խորտ թվացի, այս ինչ է խոսում, հասկացանք ոչ։ Ժողովուրդ ջան, ձեր խնդիրն է, որ չեք հասկանում։ Բնականաբար մեծամասնության մասին ցավոք խոսել հնարավոր չի այսօր, բայց եթե պարլամենտ էլի մտնեն այն ինչ որ մենք ունենք ժողովուրդ ջան, դա կլինի իրար վրա շիշ շպրտել, հին ու նորը, երեկվանն ու այսօրվանը, ու էլի նույն պորնոգրաֆիան, որ մենք ունենք այս վերջի 7-8 տարին։ Ես դրան հետ համաձայն չեմ։ Ես չեմ ուզում տենց պարլամենտ ունենամ, որտեղ իրար ծեծեն, հայհոյեն, թքեն իրար վրա, բալ, շիշ շպրտեն, չեմ ուզում։ Ես ուզում եմ ունենամ պարլամենտ ինտելիգենտ մարդկանցից, նորմալ, բանիմաց, որոնք որ պրոֆեսիոնալ են, որոնք որ հասկանում են ոլորտից։ Հիմա, կա տես մի հատ շատ հասարակ տեստ, երբ որ մարդու եք ընտրում, մոռացանք Սիմոնյանին, մոռացանք։ Մի հատ բացեք բեքգրաունդը կարտացեք, իր ասենք Վիկիպեդիան բացեք, տեսեք ով է այդ մարդը, ինչ է արել։ Երբ որ կարդում ես Սիմոնյանին, տեսնում ես ոչինչ չի արել, բացի գիտական թեզից, գիտական աշխատանքից եւ նաեւ պատերազմում մասնակցել է պատերազմին, ինչպես շատ ու շատ այլ հայրենասեր կարգին լրիվ նորմալ մարդիկ, մանվելն էլ է պատերազմին մասնակցել, գիտենք, հա, գրագետ է, Լևոն Տեր-Պետրոսյանն էր գրագետ, այսինքն իհարկե կան նաև գրագետ սրիկաներ եւ այլն, բայց եթե մենք ունենք շանս որևէ գրագետ մարդ ընտրելու եւ կա, ասենք, Ռուսաստանին կպած կամ հների ինչ-որ մի հատ տես մի հատ խումբ, որը կընտրեք, մտածեք դրա մասին, նախ եւ առաջ, բոլոր այդ հների մեջ կան օլիգարխներ, կան հարուստ մարդիկ, ժողովուրդ ջան, բիզնեսը չունի հայրենիք, Երբ որ ասում են հարուստա Ծառուկյանը կամ Սուքյասյանն որ պարլամենտում նստած է, բայց նա հայրենասեր է, այդպես բան չկա։ Հարստությունը եւ հայրենասիրությունը տարբեր բաներ են։ Լրիվ տարբեր, նա որպես մարդ կարող հայրենասեր լինի, բայց ինքը բիզնեսմեն է։ Հարստությունը եւ հայրենասիրությունը դա նույնն է ոնց որ խնձորը եւ կարի մեքենան։ Տարբեր բան, ոչ թե խնձորը եւ բադրջանը։ Տեսեք, դե ասելա, դες մեկը միտը, մեկը բանջարեղենը, չէ։
խնձորը եւ կարի մեքենան տարբեր բաներ են, տարբեր ոլորտներ են։ Առաջի հերթին մարդը պաշտպանում է իր փողը եւ բոլոր հարուստ մարդիկ, ովքեր որ հետ սովետական երկրներում են, ձգտում են իշխանության, բնականաբար, որպեսզի իրենց բիզնեսը պաշտպանեն, որովհետեւ մեր բիզնեսը պաշտպանված չի, որովհետեւ մեր հարուստ մարդիկ դեռ հələ առաջի սերունդն է եւ շատ խոցելի են, որովհետեւ